Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում Air Canada ավիաընկերության ինքնաթիռը թռիչքուղու վրա բախվել է հրշեջ մեքենայի։ Աղետի հետևանքով երկու օդաչու է զոհվել, ինքնաթիռում եղել է 76 մարդ, վիրավորվել է 41 ուղևոր։ Հրշեջ մեքենայում երկու մարդ է եղել, նրանք ևս վիրավորվել են։ Բոլոր վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել, օդանավակայանը ժամանակավորապես փակվել էր։ Ըստ հիմնական վարկածի, վթարի պատճառը եղել է դիսպետչերի սխալը։ Նա թույլատրել էր մեքենայի մուտքը թռիչքուղի, իսկ ավելի ուշ հրամայել էր կանգ առնել։ Ձայնագրության մեջ լսվում է «Ես սխալվեցի»։ Այժմ ընթանում է մանրամասն հետաքննություն, որին մասնակցում են նաև կանադացի մասնագետները։ Օդանավակայանը վերաբացվել է վթարից մի քանի ժամ անց, աշխատանքները շարունակվել են խիստ վերահսկողության տակ և որոշակի սահմանափակումներով։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Սարսափելի վթար ու հրաշք փրկություն Լա Գուարդիայի օդանավակայանում։ Սան Բեռնարդինոյում ոստիկանությունը գտել է 1 ամիս առաջ առևանգված փոքրիկին։ Հրաշքի պես փրկություն ծովային հոսանքից։ Սերֆերը ժամանակին է հասել օգնության։ Թրամփի դիվանագիտական բլեֆը նավթի գների ու պատերազմի միջև։ Ձերբակալություն Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում, ինչ է տեղի ունեցել։ Իմացիր քո իրավունքները, ինչու է տագնապած Կալիֆոռնիայի նահանգապետը։ Հավայան կղզիները, ջրհեղեղի, 14 այլ նահանգներ շոկի ճիրաններում։ Սոցցանցերի հսկաները Լոս Անջելեսի դատարանում։ Իսկ Facebook-յան էջում պատմելու ենք այն մասին, թե ինչու է հավանական հարյուրավոր արբանյակների կառավարումը հաքերների կողմից։ Այսքանը թողարկման առաջին հատվածում, երկրորդ հատվածում պատմելու ենք էլեկտրամոբիլների մասին։ Մանու Հարությունյանն է թեմայի մանրամասներն ուսումնասիրել և հաստատ կկարողանա մեզ օգնել հասկանալ, եթե որոշել ենք նոր մեքենա գնել, ընտրել ավանդականը, թե նոր էլեկտրականը։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ, ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենահետաքրքիր ու կարևոր թեմաները։ Եթե ուզում եք աջակցել մեզ, մեկնաբանություններում պարզապես գրեք ձեր առաջարկներն ու կարծիքը մեր նախագծի մասին և իհարկե անպայման լայքեք տեսանյութը։ Հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ Հրաշքի նմանվող փրկության դեպք Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում տեղի ունեցած սարսափելի ավիավթարի ժամանակ։ Բորտ ուղեկցորդուհին բախման ժամանակ նետվել էր ինքնաթիռից և ողջ է մնացել։ Նա ունի ոտքի բազմաթիվ կոտրվածքներ և պետք է վիրահատվի։ Ավիացիոն անվտանգության փորձագետները փրկության այս դեպքի վերաբերյալ իրենց բացատրություններն ունեն։ Ըստ նրանց, այդ հարցում որոշիչ է եղել բորտ ուղեկցորդուհու նստատեղը։ Այն նախատեսված է եղել ծանր հարվածների համար և ամրացված է եղել ինքնաթիռի պատին։ Կալիֆոռնիայի հարավում փոքրիկ աղջիկը փրկվել է առևանգումից։ Սան Բեռնարդինոյում ոստիկանները արձագանքել են փետրվարին գրանցված առևանգման դեպքին։ Ձերբակալության տեսագրությունը ցույց է տալիս մանրամասները։ Stop! Face away from me! Slowly get out the car! Ոստիկանները կանգնեցրել են կասկածյալի մեքենան, այնուհետև նրանք ձերբակալել են տղամարդուն, իսկ հետո աղջկան դուրս են բերել նրա մեքենայից։ Ոստիկաններից մեկը երեխային տարել է կայան մոր մոտ։ Կասկածյալը ծանոթ էր երեխայի մորը, նրանք նախկինում հարաբերություններ ունեին։ Թե ինչու է տղամարդը գողացել իր նախկին ծանոթի երեխային, չի նշվում։ Նա ձերբակալվել է առևանգման մեղադրանքով։ Հրաշք տեղի չունեցավ Մերձավոր Արևելքում, Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցությունների մասին, նա պնդում է, որ հակամարտությունը շուտով կարող է ավարտվել։ ԱՄՆ-ն հետաձգել է Իրանի էլեկտրակայաններին հարվածելու պլանները, նախագահը Հորմուզի նեղուցը բացելու համար ևս 5 օր ժամանակ է տվել Իրանին։ Այս հայտարարությունից անմիջապես հետո միջազգային շուկայում նավթի և գազի գները սկսել են իջնել։ Սակայն իրանական կողմը հերքում է բանակցությունների փաստը։ Իրանի պաշտոնյաները Թրամփի հայտարարությունը համարում են ժամանակ շահելու միջոց։ Զուգահեռ ԱՄՆ-ն շարունակում է զորքեր ուղարկել տարածաշրջան։ Արդեն մի քանի հազար ծովային հետևակային է ճանապարհվել այնտեղ։ Այս գործընթացը պահանջում է մի քանի շաբաթ։ Որոշ փորձագետներ կարծում են, որ դա հուշում է պատերազմը շարունակելու և ոչ թե խաղաղության մասին։ Փետրվարի վերջին սկսած պատերազմը արդեն խլել է ավելի քան 2000 մարդու կյանք։ Իրանի առողջապահ
Առողջապահության նախարարությունը հայտնում է 1500-ից ավելի զոհերի մասին։ Իսրայելում իրանական հարվածներից զոհվել է 15 քաղաքացի, Միացյալ Նահանգների զինված ուժերը նույնպես ունեցել են կորուստներ։ Լիբանանում եւս իրավիճակը մնում է լարված, միլիոնից ավելի մարդ ստիպված է եղել լքել իրենց բնակավայրերը ռազմական գործողությունների հետևանքով։ IC գործակալները արդեն հայտնվել են ԱՄՆ բազմաթիվ օդանավակայաններում, նրանք կօգնեն տրանսպորտային անվտանգության վարչության աշխատակիցներին։ Օդանավակայանների բնականոն աշխատանքը ապահովելու համար նախագահը պատրաստ է ներգրավել անգամ ազգային գվարդիան, չնայած վերջինիս, ինչպես նաև IC աշխատակիցները վերապատրաստումներ չեն անցել օդանավակայաններում աշխատելու համար։ Այս որոշումը դժգոհություն է առաջացրել ուղևորների եւ քաղաքացիական խմբերի շրջանում։ Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը քննադատել է նախագահի այս քայլը։ Նրանք նշել են, որ զինված գործակալները վախեն ներշնչում ընտանիքներին։ IC գործակալները հսկում են օդանավակայանների մուտքերն ու ելքերը։ Նրանք չեն զբաղվում ուղևորների անձնական զննությամբ։ Այս պահին նրանք տեղակայված են 13 խոշոր օդանավակայաններում, այդ թվում նաև Չիկագոյի, Ատլանտայի եւ Նյու Յորքի օդանավակայաններում։ Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանում IC գործակալները ձերբակալել են 2 անձի։ Նրանք եղել են Գվատեմալայի քաղաքացիներ, ըստ պաշտոնական տվյալների, նրանք ունեցել են արտաքսման հրաման դեռ 2019 թվականից։ Ձերբակալվածներից մեկը փորձել է փախչել, նա դիմադրություն է ցույց տվել գործակալներին, այս միջադեպը սոցիալական ցանցերում լայն արձագանք է գտել։ Օդանավակայանի խոսնակը միջադեպը որակել է առանձին դեպք, նա նշել է, որ օդանավակայանը չի մասնակցել այդ գործողությանը։ Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետը իր հերթին շեշտել է, տեղական իրավապահները չեն մասնակցում ներգաղթի դեմ պայքարին։ Այժմ օդանավակայանը գործում է բնականոն հունով։ Ուղևորների համար լրացուցիչ վտանգներ չկան։ Կալիֆոռնիայի նահանգապետը բնակիչներին զգուշացում է հղել, նա կոչ է անում ճանապարհորդներին իմանալ իրենց իրավունքները։ Պատճառը օդանավակայաններում IC գործակալների տեղակայումն է։ Նահանգապետը կիսվել է իրավական պաշտպանության կայքի հղումով, այն օգնում է անվտանգ մնալ գործակալների ներկայության դեպքում։ Ճանապարհորդներին խորհուրդ է տրվում ստուգել իրենց կարգավիճակը, հարկավոր է իմանալ արտաքսման հրամանի մասին։ Օդանավակայանում միջադեպի դեպքում անմիջապես պետք է տեղեկացնել վստահելի մարդկանց, հնարավորության դեպքում փաստաբանի կամ իրավապաշտպանի։ Ուղևորներին հորդորում են պահպանել զգոնությունը։ Միջադեպերի հավանականությունը շարունակում է մնալ բարձր, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը դառնում է գլխավոր խնդիր։ Իրավապահները խորհուրդ են տալիս խուսափել ավելորդ վեճերից, Պաշտպաններն էլ խորհուրդ են տալիս միջադեպերի դեպքում անմիջապես մասնագիտական օգնությունից օգտվել։ Սենատը հաստատեց Մարքուեյն Մալինի թեկնածությունը, նա կղեկավարի ներքին անվտանգության դեպարտամենտը DHS-ը, այս պաշտոնում փոխարինելով Քրիստի Նոեմին։ Դեպարտամենտի գործունեությունը կասեցված է արդեն 6 շաբաթ։ Դեմոկրատները պահանջում են փոխել ներգաղթի քաղաքականությունը, նրանք ցանկանում են սահմանափակել IC գործողությունները։ Իրավիճակը բարդանում է օդանավակայանների աշխատանքի խաթարմամբ։ Մոտ 400 աշխատակից է լքել սահմանային անվտանգության ծառայությունը։ Դեպարտամենտի ճակատագիրը մնում է անորոշ, արդյոք դեպարտամենտի նոր ղեկավարին կհաջողվի համաձայնության գալ օրենսդիրների հետ եւ վերսկսել կառույցի լիարժեք աշխատանքը, պարզ կլինի առաջիկա շաբաթների ընթացքում։ Հավայան կղզիներում փորձում են ազատվել փոթորկի ու նրա հետևանքով առաջացած ջրհեղեղի ծանր հետևանքներից։ Սա վերջին 20 տարվա ամենածանր փոթորիկն էր։ Հազարավոր մարդիկ ստիպված էին լքել իրենց բնակավայրերն ու միայն փոթորկից ու հեղեղից հետո են կարողանում վերադառնալ։ Այս պահին դեռ մաքրման ու անհետաձգելի վերականգնողական աշխատանքներ են իրականացվում։ Խաթարված է էլեկտրաէներգիայի մատակարարումը, ջրի պաշարները նույնպես վտանգված են մնում։ Որոշ հատվածներում ճանապարհները մնում են անանցանելի։ Նախնական հաշվարկներով հեղեղի պատճառած վնասի չափը կարող է գերազանցել $1 միլիարդ։ Հավայան կղզիներում վտանգը դեռ ամբողջությամբ չի անցել, ջրհեղեղի սպառնալիքը մնում է մեծ կղզում։ Մասնագետները կանխատեսում են, որ ապագայում նման փոթորիկներ ավելի ու ավելի հաճախ կլինեն։ ԱՄՆ 14 նահանգներում մարտ ամիսը դարձել է ամենաշոգը պատմության մեջ։ Ըստ օդերևութաբանների տապը կարող է շարունակվել մինչև ապրիլի սկիզբը։ Գիտնականները սա համարում են պատմության մեջ ամենաընդարձակ ջերմային ալիքներից մեկը։
Շոկի ալիքը տարածվում է դեպի արևելք։ Հարավային եւ կենտրոնական հարթավայրերում սպասվում է 35 աստիճան շոգ։ Կալիֆոռնիայում եւ Արիզոնայում ջերմաստիճանը հասել է 44 աստիճանի։ Սա մարտ ամսվա բացարձակ ռեկորդն է ԱՄՆ-ի համար։ Գիտնականները գտնում են, որ դա կլիմայական փոփոխությունների հետևանք է։ Մասնագետները ստեղծված վիճակը համեմատում են 1936 թվականի աղետի հետ։ Հույս է ներշնչում այն, որ տաք ալիքը կսկսի շարժվել հաջորդ շաբաթվա վերջին։ Մինչ այդ բնակիչները պետք է պահպանեն անվտանգության կանոնները։ Լոս Անջելեսի շրջանի բարձրագույն դատարանում շարունակվում է սոցիալական ցանցերի դեմ հայցի քննությունը։ Մեղադրող կողմը պնդում է, հարթակները կախվածություն են ստեղծում։ Սա վնասում է երիտասարդների հոգեկան առողջությունը։ Դատավարության ընթացքում շատ մանրամասներ են բացահայտվել։ Snap եւ TikTok ընկերությունները արդեն փոխզիջում են գտել տեխնոլոգիական մյուս հսկաների հետ, դատական վեճը շարունակվում է։ Ընկերությունները կտրականապես հերքում են բոլոր մեղադրանքները, նրանք պնդում են հոգ են տանում երիտասարդների մասին։ Փաստաբանները կասկածի տակ են դնում կախվածության հասկացությունը։ Սա առաջին նմանատիպ դատավարությունն է Լոս Անջելեսում։ Ատենակալների վերջնական որոշումը կարող է մեծ նշանակություն ունենալ։ Հարյուրավոր այլ հայցեր դեռ սպասում են իրենց հերթին։ ԱՄՆ գերագույն դատարանի դատավորները կասկածի տակ են դնում ուշացած քվեաթերթիկները, խոսքը ընտրության օրվանից հետո հասնող փոստային քվեների մասին է։ Թրամփը եւս կողմ է դրանց սահմանափակմանը։ Պահպանողական դատավորները կիսում են նախագահի մտահոգությունները, փոխարենը լիբերալ դատավորները պաշտպանում են ընտրական ճկունությունը։ Ֆլորիդայի արտահերթ ընտրություններում Թրամփը կրկին օգտվել է փոստային քվեարկությունից, միաժամանակ չի մոռացել կրկին քննադատել քվեարկության այս մեթոդը, այն անվանելով խարդախություն։ Թրամփը ակտիվորեն առաջ է մղում փրկել Ամերիկան ակտը։ Այս օրինագիծը նախատեսում է քվեարկողի նույնականացման ավելի խիստ պահանջներ, մասնավորապես անձը հաստատող փաստաթղթի առկայություն։ Փոստային քվեարկությունը ընդունված է 30 նահանգում, այդ թվում Կալիֆոռնիայում, իրավիճակը շարունակում է մնալ անորոշ։ Գերագույն դատարանի վերջնական որոշումը կարող է որոշիչ դեր ունենալ սպասվող միջանկյալ ընտրություններից առաջ։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ամեն օր հրապարակում ենք վերջին թարմնորությունները։ Արհեստական բանականությունը կարող է առևանգել արբանյակները, դա կառաջացնի տիեզերական բախումներ եւ աղետներ։ Փորձագետները զգուշացնում են վտանգը մոտակա 2 տարում միանգամ այն իրական է։ AI-ը արդեն ինքնուրույն ծրագրում է գործողություններ, հաքերները օգտագործում են դրանք տարբեր համակարգերի խոցելի կետերն արագ գտնելու համար։ Նախկինում տիեզերական տեխնոլոգիաները հասկանալը բարդ էր, այժմ խոշոր լեզվական մոդելները դյուրացնում են գործընթացը, դրանք թույլ են տալիս անփորձներին անգամ հասկանալ տեխնիկական փաստաթղթերը։ Սա հեշտացնում է հարձակումները արբանյակային կապի վրա։ Խնդիրը բարդացնում է այն, որ հին արբանյակները չունեն կիբերպաշտպանություն։ Դրանից օգտվելով հաքերները կարող են այդ գրեթե անպաշտպան արբանյակները վերածել տիեզերական զենքերի։ Կալիֆոռնիական հայտնի բրենդներից մեկը լուրջ փոփոխությունների շեմին է։ Torrid հագուստի ցանցը կրճատում է իր մասնաճյուղերը։ Ընկերությունը փակել է 151 ոչ արդյունավետ խանութ։ Ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին Կալիֆոռնիայում։ Առաջին խանութը բացվել է Լոս Անջելեսում, ներկայումս ցանցը ունի 483 կետ։ Այն գործում է ԱՄՆ-ում, Կանադայում եւ Պուերտո Ռիկոյում։ 2025 թվականը ծանր է եղել շատ մանրածախ վաճառողների համար, մի շարք այլ հայտնի բրենդներ նույնպես փակել են խանութները։ Torrid-ը ցանկանում է շտկել ստեղծված իրավիճակը։ Տնօրենի խոսքով որոշ մասնաճյուղերի փակումը հենց այդ նպատակն ունի։ Հռչակավոր դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր եւ քաղաքական ակտիվիստ Բիլ Քոսբին պետք է վճարի 19 միլիոն 200 հազար դոլար։ Այս մասին որոշում է կայացրել Լոս Անջելեսի շրջանի բարձրագույն դատարանը։ Մի կին նրան մեղադրել է սեռական ոտնձգության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել 1972 թվականին Կալիֆոռնիայում։ Ըստ հայցի Քոսբին կնոջը ինչ-որ դեղ է տվել եւ օգտվելով դեղի հետևանքով նրա անօգնական վիճակից կնոջը սեռական բռնության է ենթարկել։ Քոսբին այժմ 88 տարեկան է, բազմաթիվ կանայք են նրան մեղադրել նման արարքների մեջ։ 2018 թվականին Փենսիլվանիայում դերասանը մեղավոր էր ճանաչվել նմանատիպ մեկ այլ գործով։
Լրահոսից ահա այսքանն էինք առանձնացրել այսօրվա համար, թողարկումը կշարունակի իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ Այն ինչի մասին խոսելու է Մանուն, հետաքրքիր կլինի հատկապես ավտոսիրողների համար, առավել ևս եթե որոշել եք նոր մեքենա գնել, այնպես որ առաջիկա րոպեներին ձեզ հետաքրքիր բացահայտումներ են սպասվում։ Բարև ձեզ, Ուիլյամ Մորիսոն անուն ազգանունը հաստատ շատերին ոչինչ չի ասի, բայց հենց նա է ԱՄՆ-ում առաջին էլեկտրական մեքենայի հեղինակը, դեռևս հեռավոր 1891 թվականին։ Չեք հավատա, բայց այսօր 2026-ի հունվարի դրությամբ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 6 միլիոն էլեկտրամոբիլ կա ճանապարհներին։ Այսօր մաքուր էլեկտրամոբիլները կազմում են նոր վաճառքների մոտ 15-ից 20%-ը։ Հիբրիդային շարժիչով մեքենաների մասնաբաժինն ավելի մեծ է եւ հասնում է ընդհուպ մինչեւ 22%-ի։ Այս տպավորիչ աճը թույլ է տալիս տարեկան հազարավոր տոննաներով պակասեցնել թունավոր արտանետումները։ Դա ստեղծում է դոմինոյի էֆեկտ, նվազեցնելով նաև բնության մաքրման եւ թունավոր նյութերի պատճառով առաջացող առողջապահական անխուսափելի ծրագրերի հսկայական ծախսերը։ Արդյունքում էլեկտրամոբիլներն ու հիբրիդները դառնում են ոչ միայն խիստ էկոլոգիական, այլև տնտեսապես շատ շահավետ փրկողակ ժամանակակից ամերիկյան հասարակության համար։ Իսկ որոնք են այն նահանգները, որտեղ էլեկտրամոբիլներն ու հիբրիդներն առավել մեծ ժողովրդականություն են վայելում։ Այս հարցում բացարձակ առաջատարը Կալիֆոռնիան է, որին ըստ ցուցանիշների հաջորդում են Ֆլորիդան, Թեքսասը, Վաշինգտոնը եւ Նյու Ջերսին։ Հենց այս գերզարգացած նահանգներն են հանդիսանում էկոլոգիական տրանսպորտի շուկայի հիմնական շարժիչ ուժը ողջ երկրում։ Թեև Հյուսիսային Քարոլինա եւ Փենսիլվանիա նահանգներում նույնպես դրական աճ է նկատվում, սակայն այս առաջատար հնգյակն արդեն մի քանի տարի շարունակ պահպանում է իր անխախտ կազմը։ Միայն Կալիֆոռնիայի տարածքում գրանցված էլեկտրամոբիլների թիվը վաղուց հատել է 1.5 միլիոնի սահմանը։ Դրան նպաստում է նաեւ բնապահպանության ոլորտում նահանգի որդեգրած քաղաքականությունը։ Մյուս կողմից, եթե մենք դիտարկենք միայն նոր վաճառքների ցուցանիշներն ու տոկոսային հարաբերակցությունը, ապա առաջատար նահանգների հնգյակը փոքր-ինչ այլ տեսք կունենա։ Այստեղ եւս վարկանիշային ցուցակը վստահորեն գլխավորում է Կալիֆոռնիան, որին հաջորդում են Վաշինգտոնը, Կոլորադոն, Օրեգոնը եւ Նյու Ջերսին, որտեղ էլեկտրամոբիլները կազմում են նոր մեքենաների 15-ից 23%-ը։ Կալիֆոռնիայում նոր վաճառքների գրեթե 25%-ը էլեկտրական մեքենաներին է բաժին հասնում։ Այս տարածաշրջաններն առանձնահատուկ աչքի են ընկնում իրենց խիստ էկոլոգիական քաղաքականությամբ։ Օրեգոնի եւ Կոլորադոյի բազմաթիվ ավտոսրահներում էլեկտրամոբիլների պահանջարկն անընդհատ մեծանում է, իսկ լիցքավորման կայանները դառնում են ավելի շատ ու հարմարավետ։ Տեղական իշխանությունները աստիճանաբար ավելացնում են ներդրումները ցանցերի օնլայնման համար, որպեսզի սպասարկեն մեծացող ավտոպարկը։ Թրամփի երկրորդ ժամկետը այս ոլորտում հակասական ազդեցություն ունեցավ։ Մի կողմից Թրամփը հակված է շրջանցել բնապահպանական թեմաները, դա նշանակում է երկրորդական համարել էլեկտրամոբիլների արտադրությունը, բայց մյուս կողմից էլ տեղում սպառվող էլեկտրամոբիլների մեծ մասը տեղում ԱՄՆ-ում է արտադրվում, իսկ տեղական արտադրանքին աջակցելը Թրամփի գերակայությունների թվում է։ ԱՄՆ-ում էլեկտրական մեքենաների խոշորագույն տեղական արտադրողներն են հայտնի Tesla-ն, General Motors-ը, Ford-ը եւ նորարարական Rivian ընկերությունը։ Դրանք հսկայական գործարաններ ունեն տարբեր նահանգներում, որոշ առանձնահատուկ դետալներ եւ մարտկոցների հումքի մի փոքր մասը դեռևս ներմուծվում են արտասահմանից։ Այնուամենայնիվ տեղական հզոր արտադրությունն այսօր բազմապատիկ անգամ գերազանցում է ներմուծմանը։ Ամերիկյան ճանապարհներին ամենատարածված էլեկտրամոբիլների մակնիշների առաջին հնգյակը վստահ գլխավորում է Թեսլան։ Նրան ըստ վաճառքից ավալների հաջորդում է ամերիկյան Chevrolet-ն, հարավկորեական Hyundai-ն, ավանդական Ford-ը եւ շքեղ դասի Cadillac-ը։ Հատկապես մեծ պահանջարկ են վայելում գնային առումով հասանելի մոդելները եւ ժամանակակից անվտանգության համակարգեր ունեցող մեքենաները։ Ընդհանուր վաճառքների եւ տարածվածության ռեկորդային ցուցանիշներով ամենաանվիճելի առաջատարներն են համարվում Tesla Model Y եւ Model 3 մեքենաները։ Ինչ վերաբերում է շատ ավելի մեծ եւ հզոր մեքենաներին, ապա Ford ընկերության արտադրած էլեկտրական թրաքները դարձել են ամերիկացիների նոր սիրելին։ Շատ տարածված են նաեւ Chevrolet Equinox EV-ն եւ Hyundai Ioniq 5-ը, որոնք առանձնանում են իրենց հուսալիությամբ։
Ամփոփելով կարող ենք վստահ արձանագրել, որ ԱՄՆ-ն հաստատուն քայլերով եւ բավականին արագ անցում է կատարում դեպի էլեկտրական տրանսպորտը։ Թեև լիցքավորման ենթակառուցվածքների եւ որոշակի բարձր գների հետ կապված մարտահրավերները դեռևս գոյություն ունեն, զարգացման տեմպերն իսկապես տպավորիչ են։ Էլեկտրամոբիլներն արդեն դառնում են ժամանակակից ամերիկյան կենսակերպի անբաժանելի եւ կարեւորագույն մասը։ Մենք կշարունակենք հոգ տանել, որ դուք Ամերիկայի մասին իմանաք ոչ միայն օրվա նորությունները, այլև զարգացման միտումները եւ այն, ինչ սպասվում է մոտ ապագայում։ Իսկ այսօրվա հանդիպումը ավարտին մոտեցավ։ Համոզված եմ, որ հավանեցիք։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։